Գիշերը Երևանի Զվարթնոց օդանավակայանը սովորականից ավելի մարդաշատ էր։ 40-ից 50 երկրպագու դիմավորում էր հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնին։ Մոտ մեկ ամիս առաջ Աթենքում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Էդգար Ստեփանյանը օգոստոսի 19-ից 23-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված աշխարհի առաջնությունում 25 միավորով նվաճեց արծաթե մեդալ, զիջելով Ճապոնիան ներկայացնող մարզիկին։ Էդգարը խոստովանում է, Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացնելը բարդ, բայց պատվաբեր առաջադրանք էր։ Դժվարություններ կային մրցման ժամանակ, այդպես հաղթահարեցի, նվաճեցի արծաթե մեդալ։ Հեծանվային սպորտում աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն առաջին անգամ ունեցել են 2011 թվականին։ Մհեր Մկրտչյանն այսօր ինքն է դիմավորում նորաթուխ փոխչեմպիոնին, վստահեցնում է, մի օր ոսկին են բերելու Հայաստան։ Այսօրվա մեր հերոսը Էդգար Ստեփանյան եկել էր ինձ դիմավորելու ինքը այդ ժամանակ արդեն։ Իսկ հիմա ես եմ իրան դիմավորում որպես փոխչեմպիոն։ 25 կիլոմետր խմբակային մրցավազքում Էդգար Ստեփանյանի փայլուն մեկնարկն ունեցել է իր տրամաբանական շարունակությունը։ Իրենից մի քանի շրջան ետ թողնելով մրցակիցներին նա արդեն ապահովել էր արծաթը։ Նախադրյալները կային, որտեղ մեծ աշխատանք է կատարվել, մեծ թիմի աշխատանք է կատարվել, ամբողջ մեծ ընտանիքով չէր կարող սպասեցնել արդյունքները։ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Արման Սահակյանը վստահեցնում է, կարճ ժամանակահատվածում երկու մեծ նվաճումները լավ պատրաստվածության արդյունք են։ Կարծում եմ, որ Էդգարի արդյունքներով բոլորը այսպես կոգևորվեն եւ մենք արդեն կսկսենք նորմալ սերունդ աճեցնել։ Էդգարը վերջին անգամ էր մասնակցում երիտասարդական առաջնությանը։ Փոխչեմպիոնին ժամանակի անհրաժեշտ, որպեսզի հանգստանա, վերականգնի ուժերը եւ պատրաստվի հոկտեմբերին կայանալիք խճուղային հեծանվավազքի աշխարհի մեծահասակների առաջնությանը։ Արման Մալխասյան, Նավետ Տավյան, ժամը լրատվական։